Սա ես եմ, սա ես եմ հիմա։ Իմ ապագան որոշում են առաջին 1000 օրերը։ Այսօր ես դարձավ 6 ամսական։ Մինչև հիմա ես ուտում էի միայն մայրիկիս կաթիքը, բայց արդեն ինձ պետք է նաև այլ սնունդ։ Ինչքան տարբեր համեր կան։ Այսօ իմ ամենասիրածն է, բայց մեկ է, մայրիկիս կաթին ոչինչ չի փոխարինում։ Ամեն ինչ որոշվում է հիմա։ Կարևոր է առաջին 1000 օրը։ Ողջույն հարգելի հերթատող հայկական երկրորդի եթերում է ինչ եփել այսօր ծրագիրը։ Եվ այսպես, այսօրվա տեսադասի ընթացքում մենք խոսելու ենք երեխայի սննդի պատրաստման եւ պահպանման հիգիենայի մասին։ Եվ պատրաստելու ենք 11-ից 12 ամսական երեխայի համար նախատեսված կերակուրներ։ Մնացեք մեզ հետ, քանի որ մենք սկսում ենք։ Իսկ հիմա անցնենք այսօրվա մեր զրույցին եւ ել ավելի մանրամասն քննարկենք այսօրվա թեման, բնականաբար մեր հյուրի հետ եւ մեծ սիրով ներկայացնեմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Նանե Մնացականյան։ Բարի օր, բարի գալիս մեր տաղավար, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Նանե, ինչպես կարող ենք խուսափել սննդի միջոցով փոխանցող վարակներից եւ թունավորումներից։ Մի շարք պարզ կանոնների պահպանման արդյունքում մենք կարող ենք խուսափել սննդի մանրէներով աղտոտումից եւ հետեւաբար մի շարք հիվանդություններից, այդ թվում նաեւ փորլուծության նվազեցումը կարող է բերել դրան։ Թվում է թե կանոնները շատ պարզ են եւ հայտնի են բոլորին, բայց ես կուզենամ առավել շեշտել, որ ցանկացած սննդի հետ գործ ունենալուց, ուտելուց եւ առաջ եւ հետո, թե սնունդը պատրաստելուց, թե մատուցելուց անպայման պետք է ձեռքերը լվանալ։ Ցանկացած կենցաղային գործողություն, հողագործություն, դրսից տուն են գալիս տրանսպորտի հետ շփումից հետո ձեռքերի լվացումը մեծ նշանակություն ունի։ Մեծ նշանակություն ունի նա, որ բոլոր սննդատեսակները, որոնք տրվում են երեխային, պետք է շատ լավ լվացված լինեն մաքուր ջրով։ Այն սննդատեսակները, որոնք շփում ունեն հողի հետ, կանաչեղենը հատկապես, բանջարեղենը, պետք է լվանալ ջրով, հետագայում մոտ 15-20 րոպե թողնել ջրի մեջ, նորից լվանալ, նոր պատրաստել այն սնունդը, ինչ որ մենք ուզում ենք պատրաստել մեր բալիկի համար։ Ցանկալի է մթերքը շոգեխաշել, հատկապես բանջարեղենները եւ միրգը, եթե կարիքը լինում է քիչ քանակությամբ ջրով, որպեսզի վիտամինները ավելի լավ պահպանվեն եւ պետք է խուսափել գերի եփելուց։ Եվ չի կարելի երեխաներին տալ այն սննդատեսակները, որոնք գնվել են ճարմ եզրից։ Այսինքն այն ինչ որ տարածված է հիմա, որ բավականին առևտրականներ ունենք, որոնք վաճառվում են, այդ սնունդը չի կարելի տալ երեխաներին, քանի որ նրանք աղտոտված են լինում կապարով։ Կապարը իրենից ներկայացնում է ծանր մետաղ եւ նա վտանգավոր է երեխաների առողջության համար։ Ձեռքերը հաճախակի լվանալ։ Սննդամթերք պատրաստելուց ու ուտելուց առաջ եւ հետո, տրանսպորտից, զուգարանից օգտվելուց, կենցաղային, հողագործական աշխատանքներից եւ կենդանիներին ձեռք տալուց հետո։ Լավ լվանալ մրգերը, բանջարեղենն ու կանաչեղենը։ Հողում աճող բանջարեղենն ու կանաչեղենը պետք է լվանալուց հետո 15-20 րոպե թողնել ջրում, այնուհետև նորից լվանալ։ Չի կարելի օգտագործել ճամփեզրից գնված մթերքներ, քանի որ դրանցում կապարի պարունակությունը մեծ է։ Շատ կարևոր է, որ բոլոր այն պարագաները խոհանոցային, որոնք շփվել են հում կամ չլվացված սննդատեսակների հետ, հետագայում պետք է օգտագործումից առաջ նույնպես լվացվեն։ Մաքուր է պետք պահել խոհանոցը, այսինքն մեզ թվում է, թե այն տարածքը միայն պետք է կարելի է մաքրել, որտեղ մենք պատրաստում ենք, բայց ամբողջ խոհանոցն է պետք մաքուր պահել։ Մեր ընտանիքներում հիմա շատ տարածված են ընտանի կենդանիները եւ մենք նրանց ընդունում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, բայց պետք է հիշել, որ իրենք վարակի տարածման աղբյուր են հանդիսանում եւ անպայման նրանց հետ շփումից հետո նույնպես պետք է լվանալ ձեռքերը, ինչպես նաեւ խուսափել, որպիսի կենդանիները շփվեն սպասքի հետ, հատկապես որոնցով մատուցվում են երեխաներին եւ ցանկալի է, որ խուսափենք խոհանոց կենդանիների մուտքից խուսափենք։ Խոհանոցը մաքուր պահել։ Տնային կենդանիներին պետք է հեռու պահել խոհանոցից։ Որոշակի սննդատեսակների համար կարող եմ ասել, որ օրինակ միսը պետք է պահել անպայման փակ տարայով, այնպես որպեսզի նա չծորա եւ չաղտոտի մնացած սնունդը, որը կա սառնարանում։ Լավ, ինչպես նաեւ բոլոր պարագաները, որոնք շփվել են հումուսի հետ, նույնպես պետք է լվանալ։
Միսը պետք է բավականաչափ ենթարկել ջերմային մշակման, այսինքն պետք է շատ լավ եփված լինի, որպեսզի մենք համոզված լինենք, որ նա վարակազերծված է։ Ցանկալի չէ միսը մի քանի անգամ հալեցնել, նորից սառեցնել, նոր պատրաստել կերակուրը։ Լավ մեկ անգամ, որպեսզի խուսափենք որոշակի Այսինքն նույնիսկ հիվանդություններից։ զերծ մնալ սառեցված միս գնելուց ի սկզբանե։ Ի սկզբանե իհարկե ավելի լավ է թարմ միսը գնել, բայց եթե այնպես է ստացվել, հատկապես երեխաները փոքր քանակություն են ուտում եւ դժվարություն կներկայացնի փոքր մասնաբաժիններով միս գնելը, ամեն դեպքում դուք հալեցնում եք մսի այն հատվածը, որը տվյալ պահին պետք է պատրաստեք երեխայի համար, ոչ թե ամբողջը հալեցնում եք, վերցնում եք ձեր միսը, հետո նորից սառեցնում եք։ Միսը պետք է պահել փակ տարայում, այնպես որ նա չծորա եւ չախտոտի մյուս մթերքները։ Մսի մշակումից հետո լվալ ձեռքերը եւ խոհանոցային մակերեսները։ Իսկ նանե որոնք են առավել վտանգավոր սննդատեսակները, որոնք չի կարելի տալ երեխային։ Առավել վտանգավոր են հանդիսանում պահածոյացված սննդատեսակները։ Դրա մեջ մտնում են ոչ միայն բանջարեղենային պահածոները, այլ նաև պահածոյացված հյութերը։ Եվ խոսքը գնում է ոչ միայն գործարանային պայմաններում, այլ նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների մասին։ Պատրաստեք հենց այդ պահին ցանկալի է այն չափաբաժնով, ինչը որ պետք է տաք երեխային, տվյալ պահին, եթե ինչքանով դա հնարավոր է։ Վտանգավոր են նաև երեխաների համար երշիկեղենը։ Ինչպես նաև եթե տալիս եք օրինակ կաթ, նա պետք է լինի կամ եռացված, կամ պաստերիզացված գոնե։ Նու ցանկալի է նույնիսկ պաստերիզացված կաթը հասցնել եռմանաստիճանի նոր տալ երեխաներին։ Ինչպես նաև եթե ձու ենք տալիս, թե սպիտակուցը, թե դեղնուցը պետք է լինեն շատ լավ եփված։ Չի կարելի կիսահում ձու տալ երեխաներին, քանի որ դա վտանգավոր է նրանց առողջության համար։ Եվ շատ կարևոր եւ պարտադիր պայման է հանդիսանում այն, որ եթե դուք երեխայի համար որևիցե սնունդ եք գնում, դուք անպայման պետք է ստուգեք պահպանելիության ժամկետը, ինչպես նաև պահպանման պայմանները։ Այսինքն բացի նրանից, թե ժամկետի մեջ է գտնվում սնունդը, թե չէ, գնելից ուշադրություն դարձրեք։ Ճիշտ է պահպանված պայմանները տվյալ սննդատեսակի համար, թե ոչ։ Երեխային չի կարելի կերակրել ապխտած եւ պահածոյացված սննդատեսակներով։ Չի կարելի օգտագործել տանը պահածոյացված մթերքներ։ Պետք է խուսափել հում կամ կիսաեփ ձու պարունակող սննդամթերքից։ Ձվի եւ սպիտակուցը եւ դեղնուցը պետք է լավ եփված լինեն։ Պետք է խուսափել նաեւ հում, չպաստերիզացված կամ չեփված կաթից։ Ստուգել պիտանելիության ժամկետը սննդի փաթեթի վրա, ինչպես նաեւ պահպանման պայմանները։ Իսկ հիմա մի փոքր խոսենք երեխաների, այսինքն սննդի համար նախատեսված պարագաների հիգիենայի մասին եւ ինչ կանոնների պետք է հետևել ընդհանրապես։ Նախ եւ առաջ կուզեմ ասել, որ երեխայի սննդի պարագաները պետք է լինեն լրիվ առանձին։ Այսինքն միայն երեխայինը։ Չի կարելի ընտանիքի անդամների պարագաներով տալ երեխային սնունդ։ Նա պետք է ունենա իր ափսեն, իր գթալը, պատառաքաղը, դանակը, իր կաթսան, որում պետքա պատրաստվի նրա սնունդը։ Եվ մաքուր ջրով պարտադիր պետք է լվացվեն այդ պարագաները, չի կարելի սնունդը երկար թողնել այդ ափսեի մեջ, օրինակ նոր հետո լվանալ, պետք է շատ ուշադիր լինել այդ փաստերին։ Եվ եւս մեկ շատ հետաքրքիր հարց, ընդհանրապես լսել եմ, որ հնարավորինս չափ պետք է խուսափել շշերի եւ ծծակների օգտագործումից։ Ավելի գերադասելի է օգտագործել բաժակ կամ գթալ։ Որոնք են հիմնական, այսինքն վտանգները։ Դուք շատ ճիշտ եք, ծծակները եւ շշերը ունեն իրենց մեջ վտանգներ։ Դա նախ նաև որ վարակներ կարող են անցնել, օրինակ ծծակը կարող է ընկնել երեխայի բերանից, ծնողը չնկատի, երեխան նորից վերցնի եւ դնի բերանը։ Այս դեպքում վարակների հավանականությունը բարձրանում է։ Ինչպես նաև նրանք խանգարում են կցվածքի ճիշտ ձևավորմանը եւ նպաստում են ատամնափութի կամ կարիեսի առաջացմանը։ Հատկապես եթե խոսքը գնում է այն երեխաների մասին, որոնց տրվում են քաղցր հեղուկներ, օրինակ քաղցր հյութեր կամ թեյ կամ նույն կաթը քաղցրացված տարբերակով գիշերը եւ երկար ժամանակ այդ շիշը մնում է երեխայի բերանում։ Քաղցրը մնալով երեխայի բերանում ենթարկվում է քայքայման եւ առաջացած թթուները վնասում են երեխայի ատամները։
Սա հետագայում լուրջ խնդիր է առաջացնում երեխայի բերանի հիգիենայի, կծվածքի եւ ինչպես նաեւ այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են բերանի խոռոչում, հետագայում վնասում են նաեւ առողջությանը, մյուս օրգան համակարգերին։ Եվ Վնանը, քանի որ քիչ հետո արդեն սկսելու ենք պատրաստել 11-ից 12 ամսական երեխայի համար նախատեսված կերակուրներ, հետաքրքիր է, դրապես կարելի է կերակուրը մեծ չափաբաժնով պատրաստել եւ դա մի քանի անգամ տալ երեխային։ Իհարկե ցանկալի է ամեն կերակրման համար պատրաստել առանձին սնունդ, որպեսզի սնունդը չմնա։ Կտրականապես չի կարելի նախորդ սնունդից մնացորդները մյուս անգամ առաջարկել երեխային։ Բայց եթե այնպես է, որ պետք է մեծ չափաբաժնով պատրաստել, պետք է նրան բաժանել մասերի, այսինքն ամբողջը միանգամից չենք տաքացնում, հետո սառեցնում, մի մասը տալիս։ Մենք վերցնում ենք այն չափաբաժինը, պահում ենք պարտադիր սառնարանում, ոչ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, եւ վերցնում ենք այն չափաբաժինը, որը տվյալ պահին մենք պետք է տանք երեխային, դա հասցնում ենք եռման աստիճանի, ուշադիր ենք լինում, որ ամբողջ սնունդը հասնի եռման աստիճանի, նոր առաջարկում ենք երեխային։ Այսինքն կերակրում ենք երեխային։ Այո։ Եւ այն ինչ մնում է, այսինքն այդ ամսի մեջ արդեն վերջ չենք օգտագործում։ Շնորհակալություն։ Եվ մնացեք մեզ հետ, քանի որ մենք իսկապես հաշված վայրկյաններից սկսելու ենք պատրաստել 11-ից 12 ամսական երեխայի համար նախատեսված կերակուրներ, բավականին հետաքրքիր process-ը մեզ սպասվում, բայց եւս մեկ անգամ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այն ինֆորմացիան, որը ձեզ իսկապես հետաքրքրում է երեխայի առաջին 1000 օրվա սննդակարգը կազմակերպելու համար, այցելում եք nutrition.am կայքը եւ տեղեկանում եք կամ կա եւս մեկ տարբերակ, ահա այսպիսի փոքրիկ գեղեցիկ գրքույկներից նաեւ կարող եք քաղել այդ նույն ինֆորմացիան։ Իսկ մենք արդեն խոհանոցում ենք եւ նախ եւ առաջ ուզում եմ մեծ սիրով ներկայացնել այսօրվա մեր տեսադասի հյուրին Սաթենիկ Հազարյան, կինոյի եւ թատրոնի դերասանուհի։ Ողջույն, բարի գալուստ մեր տաղավար, ինչպե՞ս եք։ Ողջույն, իհարկե շատ լավ։ Մենք այսօր պատրաստելու ենք 11-ից 12 ամսական երեխայի համար նախատեսված կերակուրներ եւ բնականաբար նանեք սկսենք նախաճասի։ Եվ ինչ ենք պատրաստելու։ Այսօր կպատրաստենք վարսակի փաթիլներով, գազարով եւ կարտոֆիլով շիլա։ Շատ լավ։ Եվ մեզ դրա համար հարկավոր է մի փոքր ջուր, այսինքն մոտավորապես 50 մլ։ 50 մլ քանակով ջուր, այո։ ջուր, որը արդեն իդեպ կաթսայում եռում է։ Դա նշանակում է եռալուն պես վստահ կարող ենք ավելացնել վարսակի փաթիլները, որպեսզի սկսենք եփել Սաթենիկ։ Շնորհակալություն։ Եվ մինչ վարսակի փաթիլները եփվում են, մենք այդ ընթացքում կանենք մնացած գործողությունները արդեն կապված բանջարեղենի հետ։ Քանի որ բանջարեղենը արդեն նախապես մշակած է, այսինքն եփված է, հիմա պարզապես պետք է կտրատենք եւ մանրացնենք, այսինքն տրորենք նույն պատարակաղի օգնությամբ, ճիշտ եմ նամեն։ Այո, կարող ենք պատարակաղի օգնությամբ անել։ Եվ այս բոլոր գործողությունը մեզնից ժամանակ առանձնապես չի խլի, որ թե գազարը, թե կարտոֆիլը կարելի է վարսակի փաթիլների զուգահեռաբար եփել, նրանք բավականին արագ են եփվում եւ ծնողների համար չի լինի խնդիր այդ տեսակետից ամեն անգամվա համար նոր սնունդ պատրաստելու տեսակետից։ Ինչքանով մենք տեղյակ ենք, Սաթենիկ, ձեր փոքրիկը 4.5 ամսական է։ Այո։ Եվ ինչքանով եք դուք տեղեկացված նրա կերակրման, այսպես ասած, process-ին, քանի որ դեռ չեք անցել հավելյալ սննդին, կարծում եմ այս ամբողջ ինֆորմացիաները ձեզ հարկավոր կլինեն։ Իհարկե հարկավոր են, այսպիսի մի հարց շատերն ասում են, որ 4 ամսեկանից, ավելի ճիշտ տատիկ պապիկները մեր, ասում են, որ կարող ենք 4 ամսեկանից ամեն ինչ տալ, ինչ լինկնում է ձեռքդ կարող է տալ, ինքը բերանի համատեստի, բայց քանի որ հիմա հնարավորություն կա ինտերնետից օգտվելու, այնտեղ գրված է ոչ մի դեպքում չի կարելի բացարձակ քաղցրի զգացողությունը, որ երեխան իմանա, աղի զգացողությունը, հա, համի մասին է խոսքը, ճիշտ է դա։ Հավելյալ սնուցումը, այսինքն բացի կաթից, կրծքի կաթից, եթե երեխան սնվում է կրծքի կաթով եւ ադապտացված կաթնախառնուրդից, եթե արհեստական սնուցման է անցկացված երեխան, մինչև 6 ամսեկանը բացի դրանցից ուրիշ ոչինչ պետք չէ տալ երեխային, քանի որ նրա աճի եւ զարգացման համար դա բավարար է։ Ինչպես նաեւ երեխայի ստամոքսաղիքային տրակտը դեռևս պատրաստ չէ օտար սննդի մարսման եւ ադեկվատ ներծծման համար։ Իսկ հիմա արդեն վստահ կարող ենք այդ գեղեցիկ կտրատված բանջարեղենը Սաթենիկ տեղափոխել տարայի մեջ եւ պաթարակաղի օգնությամբ արդեն
էլ ավելի մանրացնել եւ դարձնել ընդհանուր զանգված։ Եվ քանի որ արդեն վարսակի փաթիլները նույնպես պատրաստ են, հիմա պարզապես կջրքամենք, որպեսզի ավելորդ ջրային քանակ չլինի եւ կպատրաստենք մեր այսօրվա նախաճաշի համար նախատեսված շիլան։ Վարսակի փաթիլներով ապուր պյուրե։ Վարսակի փաթիլներ 1 ճաշի գթալ, գազար 30 գրամ, կարտոֆիլ 50 գրամ, ջուր 50 մլ, կարագ 3 գրամ։ Վարսակի փաթիլները եռման ջրում եփել 5-ից 7 րոպե։ Անցկացնել մաղով, ավելացնել եփած եւ մաղով անցկացված գազարն ու կարտոֆիլը։ Մի քիչ աղ, հասցնել եռման աստիճանի եւ ավելացնել կարագը։ Իսկ հիմա մենք արդեն նախապատրաստվել ենք, որպեսզի պատրաստենք եւս մեկ ուտեստ եւ ինչ է ներկայացնում իրենից այս ուտեստը։ Անե։ Այս դեպքում մենք կպատրաստենք պյուրե սիսեռով եւ կարտոֆիլով, օգտագործելով բուսայուղ կամ կարագ ըստ ցանկության, այո։ Եվ հիմա փաստորեն կարող ենք արդեն մանրացնել կարտոֆիլը, որը նախապես մշակված է եւ եփված է բավականին լավ, այնպես որ կարող ենք տրորել, մի փոքր կտրատել, որպեսզի ավելի հեշտ լինի։ Այո, ավելի հեշտ լինի։ Ահա։ Սաթանիկ, իսկ դուք ընդհանրապես ինչպես եք կերակրել ձեր առաջին երեխային, որը հիմա արդեն բավականին մեծ է, եւ ինչպես է անցել այդ առաջին փուլերը հավելյալ սննդի։ Դապես որոշակի կանոնների հետևել եք թե ոչ։ Երբ սկսեցի հավելյալ կերակուրը կերակրել, մենք 1.5 տարեկան իհարկե կրծքով ենք կերակրվել։ Սիսեր չեմ տվել, ես չեմ իմացել, ես նոր եմ իմանում, որ կարելի է սիսեր տալ, որովհետև միշտ վախեցել եմ գազիկներից։ Խնդիր ունեցել է ինքը։ Եվ կարծում եմ շատ-շատերի մոտ է այդ կարծիքը, որ ընդհանրապես եւ լոբազգիները եւ լոբազգի, հա, յուրական չեմ տվել։ Շատ այլ մթերքների տեսակներ պարունակում են եւ շատ ուրախ եմ, որ սննդակարգի մեջ կարող եմ նաեւ ավելացնել սիսերը եւ լոբին, վստահ եմ, այո։ Այո, շատ մայրիկներ են վախենում այ հենց ձեր ասած այդ գազիկներից եւ բավականին ուշ են երեխաներին տալիս կամ ընդհանրապես չեն տալիս այդ լոբազգիները։ Սիսերի համար կուզենամ նշել, որ շատ կարևոր նյութերի, որոնք անհրաժեշտ են երեխայի օրգանիզմի համար աղբյուր է հանդիսանում եւ հատկապես կուզեմ առանձնացնել օրինակ ցինկը, որի աղբյուր կարող է հանդիսանալ սիսերը եւ ինչը շատ կարևոր է երեխայի համար։ Քանի որ եթե լինում է տվյալ միկրոտարի անբավարարություն, երեխաների իմունային համակարգն է թուլանում, հաճախ հիվանդանում են, նույն փորլուծությունների վտանգի տակ են գտնվում։ Թեկուզ միայն այդ փաստը հաշվի առնելով, կարելի է ասել, որ սիսերը պետք է ներգրավել երեխայի սննդակարգի մեջ։ Շատ լավ։ Եվ Սաթանիկը արդեն կտրատեց կարտոֆիլը, ավելացնում ենք բավականին լավ եփված եւ նախապես ջրում թրջված, մշակված սիսերը եւ արդեն Բյուրայնման զանգված ստանալու համար նախատեսված սարքով վերածում ենք բնականաբար ընդհանուր միատարր զանգվածի։ Սիսերով եւ կարտոֆիլով պյուրե։ Սիսեր 2 ճաշի գթալ, ջուր 1.5 բաժակ, կարտոֆիլ 100 գրամ, բուսայուղ 1 թեյի գթալ։ Սիսերը նախապես թրջել ջրով եւ թողնել 8-ից 10 ժամ։ Այնուհետև լվանալ եւ թարմ ջրով լավ եփել 30-ից 60 րոպե։ Լավ լվացված եւ կտրատված կարտոֆիլը ջրով եփել եւ ավելացնել սիսերին, այնուհետև տրորել։ Ավելացնել կարագ կամ բուսայուղ։ Դե ինչ, ճաշիկն էլ արդեն պատրաստ է եւ այն պատրաստել ենք սիսերից եւ կարտոֆիլից։ Հիմա մեզ մնում է ավելացնել միայն բուսայուղը կամ կարագ, բայց այս դեպքում մենք օգտագործենք բուսայուղ։ Խառնում ենք եւս մեկ անգամ եւ վերջ արդեն կարելի է վստահ երեխային կերակրել։ Բայց ամեն դեպքում ես եւս մեկ անգամ ուզում եմ անպայման հիշեցնել, զգուշացնել մեր հեռուստատողներին, որ եթե օգտագործում եք ընդհանրապես լոբազգիներից որևիցե տեսակ, պետք է նախապես 8-ից 10 ժամ ջրում թրջել, որից հետո այդ ջուրը ջրից ջրքամել, տեղափոխել մեկ այլ ջրի մեջ, լավ լվանալ եւ նորից նոր ջրում արդեն եփել։ Բավականին երկար process է, բայց ամեն դեպքում
Արդյունքը իհարկե շատ լավն է, քանի որ այն նյութերը, որոնք պարունակում են լոբազգիների մեջ, բնականաբար անփոխարինելի են։ Եվ այսպես, ճաշի ժամի համար նախատեսված առաջին ուտեստը արդեն պատրաստ է։ Անցնում ենք երկրորդին, քանի որ մի քանի փուլից է այն բաղկացած։ Եվ երկրորդ ուտեստը իրենից ներկայացնում է ձկան մսով, այսինքն ձկան ֆիլեով պատրաստվող շատ հետաքրքիր գնդիկներ, որոնք եւ գեղեցիկ կլինեն, այսինքն դուր կգան երեխաներին արտակնապես եւ բնականաբար շատ համեղ են եւ օգտակար։ Եկել հասել ենք այն փուլին, երբ արդեն կարելի է վերջապես երեխային ձկան միս տալ։ Խոսենք մի փոքր դրա մասին։ Այո, ձուկ կարելի է եւ պետք է տալ, որովհետեւ ձուկը պարունակում է շատ կարեւոր նյութեր, այդ թվում վիտամին A, որը կարևոր է աճող օրգանիզմի համար, երեխայի։ Ուղղակի պետք է զգուշացնեմ, որ ձկի մշակումը, վերամշակումը նույնպես պետք է շատ լավ կատարել։ Այսինքն, ում ձուկը սկզբում մենք լավ պետք է լվանանք, հետագայում շատ զգուշությամբ առանձնացնենք փշերից, որպեսզի երեխան չի կարողանալու դա անել, որպեսզի օտար մարմին չունենանք։ Բնականաբար։ Այո, առանձնացնենք, ինչպես նաև հանենք կաշին։ Կաշին մենք նույնպես չենք օգտագործում։ Դրանից հետո, ինչպես ասեցինք, հում ձկան եւ հում մսի հետ շփումից հետո նորից ամանեղենը պետք է փոխվի եւ լվացվի։ Մենք դնում ենք ձուկը եփվելու։ Նոր արդեն լվացված մաքուր մեր պարագաներով նորից վերադառնում ենք մշակմանը։ Տվյալ պարագայում մեզ պետք է առանձնացնել եւ ոչ թե եփել, այլ աղալ ձուկը։ Նրան խառնում ենք։ Այսինքն ձկան փապկամիսը։ Փապկամիսը, այո, առանձնացված փապկամիսը, խնամքով առանձնացված, նորից լվացված, մենք անցկացնում ենք մսաղացով, ստանում ենք այսպիսի զանգված, որին ավելացնում ենք ջրի մեջ թրծած հացը, ինչպես նաև ձվի դեղնուցը, 1/4 մասով։ Պաստորն այստեղ հավքի հարկով միայն կպչունություն, այսինքն ապահովելու համար, Այո, խնդիրը այստեղ ոչ թե նա է, որ երեխային չի կարելի ամբողջ մի դեղնուց տալ, այլ ուղղակի տվալ բաղադրատոմսի համար բավարար է 1/4 հատվածը։ Շատ լավ։ Իսկ նան այսպեսի մի հարց, ընդհանրապես տատիկները, մայրիկները միշտ ասում են, որ ձուկը ապահովում է լավ հիշողությունը եւ լավ տեսողությունը։ Դա ճիշտ է թե ոչ։ Այո, դա ճիշտ է եւ հենց հարցը վերաբերվում է վիտամին A-ին, որը ես նշեցի, որի բացակայության կամ անբավարար մակարդակի դեպքում դիտվում է հենց տեսողության վատացում, հատկապես մթնշաղային տեսողության, երբ որ մութ ժամանակ մարդիկ լուսավորության պայմաններում կարծես թե համեմատաբար լավ են տեսնում, այ երբ որ երեկոն է գալիս, մթնշաղում իրենք սկսում են վատ տեսնել։ Շատ լավ։ Իսկ կարելի է որոցե այլ մթերքով կոմպենսացնել այդ վիտամին A-ն։ Տվյալ տարիքի համար ամենահարմարը իհարկե ձուկն է։ Ձկան ֆիլեով գնդիկներ։ Ձկան ֆիլե 60 գրամ, հաց 10 գրամ, ձվի դեղնուց 1/4, ջուր 10 մլ, բուսայուղ 5 մլ։ Ձկան միսն առանձնացնել ոսկրերից եւ մաշկից եւ աղալ, խառնել սառը ջրում փափկեցված հացի հետ, ավելացնել ձվի դեղնուցը, ձեթը, 1 պտղունց աղը եւ եւս 1 անգամ հարել։ Ստացված մասայից ձևավորել գնդիկներ, տեղավորել ամանում, կիսով չափ ծածկել ջրով եւ եփել մարմանդ կրակին, մինչեւ պատրաստ լինելը։ Անցնում ենք միջանկյալ ուտեստին եւ պատրաստելու ենք աղցան, քաղցր աղցան, եթե չեմ սխալվում։ Այո։ Եվ դրա համար մեզ հարկավոր է լոլիկ եւ խնձոր, որոնք բնականաբար պետք է մշակել, օրինակ խնձորը քերել, քերիչով անցկացնել եւ նաեւ դուրս բերել լոլիկի միջուկը, հա, փապկամիս այսինքն։ Միացելու ենք իրար եւ վերջ։ Բավականին համեղ է ստացվում եւ երեխայի համար բավականին օգտավետ է եւ մրգերի եւ բանջարեղենի համադրությունը։ Լոլիկով եւ խնձորով աղցան։ Լոլիկ կես հատ, խնձոր կես հատ, շաքարավազի օշարակ 1 մլ, լոլիկը եւ խնձորը լավ լվանալ, մաքրել, ցողել եռման ջրով եւ քերել քերիչով, ավելացնել շաքարավազի օշարակը եւ եւս 1 անգամ խառնել։ Եվ ընթրիքի համար պատրաստելու ենք եւս ճաշիկ, որի համար մեզ հարկավոր է կաթ,
սպիտակաձավար եւ ծաղկակաղամբ, որը նախապես արդեն մենք եփել ենք, պատրաստել ենք, բայց մենք այսօր խոսեցինք միջանկյալ ուտեստներից եւ հատկապես խոսեցինք նրա մասին, որ ճաշից առաջ կարելի է մի փոքր այսպես հացի կտորներ պանրով տալ։ Իսկ ընթրիքից առաջ, ինչպիսի միջանկյալ ուտեստներ կարելի է օգտագործել։ Այո, ընթրիքից առաջ նույնպես կարող եք տալ միջանկյալ ուտեստ։ Միջանկյալ ուտեստի լավ օրինակ կարող է ծառայել օրինակ սերկեֆիլը, որը բավականին արագ կարող եք պատրաստել դնելով ջեռոց։ Դնելով ջեռոց հետագայում տալիս ենք երեխային, նա շատ համեղ է ստացվում, երեխաները բավականին հաճույքով են ուտում եւ լավ միջանկյալ ուտեստի տարբերակ է։ Շատ լավ, շնորհակալություն։ Իսկ մենք շարունակենք հաշված րոպեներից, քանի որ արդեն պատրաստվում է ընթրիքի ժամի համար նախատեսված ճաշիկը։ Ծաղկակաղամբով եւ սպիտակաձավարով ապուր։ Ծաղկակաղամբ 50 գրամ, սպիտակաձավար 2 թեյի գթալ, կաթ 80 մլ, ջուր 100 մլ, կարագ 10 գրամ։ Ծաղկակաղամբը մաքրել տերևներից, լավ լվանալ, մանր կտրատել, շոգեխաշել եռացող ջրում 15 րոպե եւ ցանցի վրա քամել։ Եփուկի վրա ցանել սպիտակաձավարը եւ խառնելով եփել 10 րոպե։ Ավելացնել մաղով անցկացրած ծաղկակաղամբը, մի փոքր աղով համեմել, այնուհետև ավելացնել տաք կաթը, հասցնել եւս մեկ անգամ եռման ջերմաստիճանի եւ վերջում ավելացնել կարագը։ Ընթրիքը նույնպես պատրաստ է հարգելի հերթայտող եւ պատրաստեցինք շատ համեղ ճաշիկ ընթրիքի ժամի համար նախատեսված։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում Սատենիկ այսօր մեզ հյուրընկալվելու համար, կարծում եմ բավականին ինֆորմացիա ձեզ համար քաղեցիք։ Ես եմ շնորհակալ հրավիրի համար, իսկապես առաջին զարմանքը իմ Ցիսեռնի կատմամբ էր, որը ես կօգտագործեմ եւ մնացած բաղադրատոմսերը կօգտագործեմ իմ բալիկին մեծացնելու համար։ Իսկ ձեզ մեծ շնորհակալություն, իսկապես այն ինֆորմացիան, որը դուք եւ ինձ եւ մեր հերթայտողներին տվեցիք, անփոխարինել է եւ շատ օգտակար, կարծում եմ բոլորը կհետևեն այդ պարզ կանոններին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, կարծում եմ։ Շնորհակալություն եւ հուսամ կհանդիպենք եւս մեկ անգամ։ 11-ից 12 ամսական երեխայի մոտավոր օրաբաժինը։ Հաճախակի կրծքով կերակրումներ ըստ երեխայի պահանջի, 3 կերակրում հավելյալ սննդով եւ 1-2 միջանկյալ ուտեստ։ Առավոտյան արթնանալիս կրծքով կերակրում։ Նախաճաշիկ՝ վարսակի փաթիլներով ապուր պյուրե 150-ից 220 մլ եւ 1 դեղց։ Միջանկյալ ուտեստ՝ անալի պանիր 30 գրամ, հաց 1 կտոր եւ կրծքով կերակրում ցերեկային քնից առաջ։ Ճաշ, սիսեռով եւ կարտոֆիլով պյուրե 100 մլ եւ ձկան գնդիկներ 2 հատ 50-ից 70 գրամ, լոլիկով եւ խնձորով աղցան 50 մլ, միջանկյալ ուտեստ, խորոված սերկեֆիլ, ընթրիք, ծաղկակաղամբով եւ սպիտակաձավարով ապուր պյուրե 120-ից 150 մլ, գիշերային քնից առաջ կրծքով կերակրում։ Ավարտվեց եւս մեկ տեսադաս, բայց մենք շարունակելու ենք ներկայացնել ձեզ համար տեսադասեր, որոնց ընթացքում դուք կքաղեք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել երեխայի առաջին 1000 օրերի սննդակարգը։ Հաջողություն։